Հերթական սարսափն ապրեց մյուս բալիկս ու ես աշխատանքի տարածքում մարդ չկա, որ օգնի 8-ամյա աղջկաս շների հարձակումից, եթե առաջիկա օրերին չհավաքեք տանեք թափառող շներին, ես իմ արարքների համար պատասխան չեմ տալու։ Հանրային հայտարարում եմ թունավորելու եմ անխնա բոլորին, քանի որ իմ համար երեխայիս կյանքից առավել ոչինչ չկա։ Ահազանգում է Վանաձորի բնակիչ Մելինե Անդրեասյանը։ Վանաձորում թափառող կենդանիների խնդիրները մնում են անլուծելի, քաղաքի թե կենտրոնական ու թե ծայրամասային թաղամասերում շները լուրջ խնդիրներ են ստեղծում, բնակիչները բողոքում են ոչ միայն շների հարձակումներից, այլև գիշերային ոռնոցներից, հարց է առաջանում, ինչ է անում Վանաձորի համայնքապետարանը խնդրին լուծում տալու համար։ Այս մասին Պանորամայեմը զրուցեց Վանաձորի համայնքապետարանի մամլոք-արտուղար Աստղիկ Ավետիքյանի հետ, ով նշեց, որ շները ստերջացվում են, իսկ կատաղած շների դեպքում համագործակցում են ԱԻՆ-ի հետ, նման շներին քնեցնում են, նրանք անկում են։ Համայնքը ստերջացում է անում, այսինքն մրցույթ ենք հայտարարում, թափառող կենդանիների որոշակի խմբականակ ստերջացում է ամեն տարի, որպեսզի վերահսկելի լինի թիվը։ Բայց այս պահին որևէ համայնքում համենայն դեպս այն չափորոշիչներին ըստ պահանջի, որ պիտի կարողանան կառուցել կացարաններ, այս պահին համայնքը ի վիճակի չի ինքը։ Հետևաբար այդ կացարանները որ չկան, օրենքը արգելում է նաև շներին վնասել, թափառող կենդանիներին վնասել։ Համայնքը այլ տարբերակ, քան այս պահին միայն ստերջացնել, այլ տարբերակ չունի։ Կատաղած շներ եթե կան, մենք ԱԻՆ-ի հետ համագործակցում ենք եւ կատաղած շներին վերացնում ենք, անկում են իրենք։ Մենք ամեն տարի թվով 500 կենդանու ստերջացնում ենք, բայց գալիս են այլ համայնքներից, գալիս են դեսոված կենդանիներ են արդեն, այսպես ասած, ուրբանիզացում են, էլի, որտեղ հնարավոր է իրենց կերակրող լինի գտնել, այսպես հայտնվում։ Այսպիսով ստացվում է համայնքը բյուջե չունի խնդրի լուծման համար, կառավարությունը պատշաճ աջակցություն չի ցուցաբերում կացարաններ ստեղծելու համար, արդյունքում դեռ երկար երեխաները պետք է հանդուրժեն ընտանի այս կենդանիների ներկայությունն ու ագրեսիվությունը։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։